Ուրեմն ժողովուրդ ջան, երբ որ մեր առավոտվա աղոթները սկսեցին, մեր սրտում ծնվեց համբուրգի համար աղոթել։ Ոչ թե որ ուղղակի մենք որոշեցինք այսպես, ոչ, Աստված որոշեց, որ համբուրգի համար աղոթենք ու հավատում էինք, որ մի օր մենք համբուրգ կհասնենք, այսօրվան մենք հավատում ենք։ Ու Տեր դու կտանես ու դու կհասցնես, ոչ թե որ մենք լավն ենք, ոչ թե որ մենք ավելի շատ կարանք, ավելի ուժեղ, ոչ, այլ որ Աստվածը կամեցել։ Խի ուրիշ քաղաքի անուն չտրին, խի Բեռլին չենք աղոթում։ Համբուրգ էինք աղոթում, Աստված համբուրգ էր դրել։ Հալելույա։ Ու 2 տարի շարունակ մենք աղոթում ենք համբուրգի համար, որ համբուրգ գանք։ Ու անցյալ տարվա վերջում նոյեմբերին այնքան էր եռում սրտներից մեջ, Արամ աղբոր հետ խոսալուց ասի Արամ, համբուրգ արի տեղման գանք, գնանք սկսենք հավաքվել։ Ասեց լավ։ Արամը սկսեց օնլայն զանգել, ոչ կենթանի գալով, բայց զանգերով։ Սրան նրան աղբեր ռուսական եկեղեցիներ, բապտիստներ, ով գիտեք ում դիմենք էսենեն, կապնվեց այս եկեղեցու այս աղբորը, որ մենք ճանաչեցինք այսօր։ Պայմանավորվեցին ամեն բան, որ դեկտեմբերի 16-ին Արամ թե 14-ին։ 16-ին կամ 14-ին արդեն մենք տերմին ենք արել ձեր լեզվով ասած, մենք պիտի գանք ստեղ ծառայություն անենք։ Եվ աղոթք եմ անում այդ 16-ից առաջ, մի շաբաթ առաջ մոտավորապես Տիրոջը խնդրում եմ Համբուրգի համար, ամեն ինչի համար, եւ Սուրբ Հոգին ասում է, որ հիմա չեք գնում Համբուրգ։ Տեր ջան, խոսացել ենք, պայմանավորվել ենք, արդեն տեղը վերցած է, ու Տերը ռեալ ասում է, հիմա չեք գնում Համբուրգ։ Ասի չեն գնում Տեր ջան։ Նենց եմ զգում։ Աղոթքից հետո զանգի Արամին, ասի Արամ, ասի չեն կեթում Համբուրգ։ Ասեց խի, ասի որտեվ Տերն է ասում, ասեց ուրեմն չեն կեթում։ Ասի զանգի այդ աղբորը ասա հետո կգանք։ Զանգել այս աղբորը, որ այսօր ստեղ էր, Արտյոմին ասում է հիմա չենք գալի, հետո կգանք, ասում է հետո երբ, հետո որն է։ Հետո երբ Տերը ուղարկի այդ ժամանակ կգանք, ինչ ասենք հետո երբ կգանք, երբ Տերը կասի։ Գիտես Պողոս ուզում էր այդ Ասիա, Սուրբ Հոգին եկավ ու ասեց հիմա եթում եք Մակեդոնիա, Ասիա չեք եթում։ Ու երբ որ Պողոսը լսեց Սուրբ Հոգուն ու գնացին Մակեդոնիա, կարճ ժամանակ հետո Պողոսը ֆռած եկավ Ասիա, Եփեսոս։ Եփեսոս Ասիայի կենտրոնն էր այդ ժամանակ։ Ու գիտեք Պողոսի ծառայության գագաթնակետը կատարվավ Եփեսոսում, որ կախարդների բերած վառած գրքերը արժեր մեր փողով ասած մոտ 50,000 եվրո։ Եթե կախարդները ապաշխարում են, այդ տարածքը վերցած է։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Գիտես այնքան լավ է, որ դու Տիրոջը լսես։ Ես շատ եմ ընկել, բայց ուզում եմ դու չընկնես այնպես։ Դու միշտ լսես ու իր ասածը անես։ Ու ասեցի չենք եթում Արամ ջան, ստոպ։ Եվ այս ժամանակները, որ մենք ստոպ ենք տալի, բայց Համբուրգի համար եռանդուն աղոթքը եթում է ամեն առավոտ ժամը 5-ին։ Մեր ամեն առավոտվա 5-ի զորավոր քույրերից այստեղ Նարինե ջան Տերը օրհնի, Համբուրգից է, այս տարածքից է, մեզ շատ հավատարիմ տարածքով հեռու, բայց մի սրտով, մի հոգով մեր Անահիտ քույր ջան Տերը օրհնի քեզ, եթե 5-ին մտնես, առաջին Անահիտ քույրը միացած է։ Ու ամեն առավոտ կամերան բաց, գիտես շատերի կամերան փակ է, հասկանալի է ժամը 5-ին են ժամը չի, չէ, բայց գիտես ժամը 5-ին եթե դու ես որ 5-ին զում եմ, մի զարմանում եմ, ամար ոնց որ քնած չենք սաղ գիշեր։ 5-ին sense հելնում ես հազիվ Հիսուս ջան, մեկ չփախնեմ, չանկար չքնեմ նորից։ Մեկ լվացեմ, մի հատ էս անեմ, ես մեկ 5-ին որում եմ աղոթելու, ես որ գիտեմ նստեմ կաքնեմ, ես քայլելով եմ աղոթում։ Բայց մարդիկ այնքան բոդրի են միանում, կներեք էլի, sense մեկ-մեկ մեր բարերով ասենք, ոնց որ իմանա սաղ գիշեր չի քնես, սպասում էր այդ աղոթքին։ Ուզում եմ ասեմ, այս ծարավով են մարդիկ աղոթքի միանում։ Ու եթե մի օր միանաս, կարող է միշտ միանաս ինձ զորություն կա։ Մեր Մարիամ քուրն էլ ամեն առավոտ մեջ է, փառք Աստծուն։ Ու հարազատներ ջան, աղոթում ենք ամեն առավոտ ու նաև ոչ միայն առավոտ ծառայություններին Համբուրգի համար։ Ու գալիս է հասնում է մի ամիս առաջ, ամիս ու կես Թադևոս ջան, որ հանդիպել ենք իրար, մեր Թադևոս աղբերը գալիս է Դորտմունդ ծառայության, այդ օրը Հովիվ Էմիլն էր քարոզում Դորտմունդում։ Ծառայության վերջում մոտենում են Հովիվին, առանձնացանք 6 հոգով խոսակցություն ունեցանք, ես, իմ կինը, Թադևոսը, Աստղիկը, Թադևոսի կինը, վերջում կաղոթենք մեր եղբոր ու իր կնոջ համար, իր ընտանիքի համար։ Եվ մեր Հովիվ Էմիլն ու իր կինը Նունեն։ Ու խոսացինք Թադևոս աղբերս, ինքը երկար տարիներ ծառայել է ռուս գերմանացի ռուսախոս եկեղեցիներում, ու Աստված վերջի ժամանակները ինքը սրտին դրել է Աստված, որ հայկական ծառայություն սկսի, հայկական եկեղեցի, ու Աստված սրտին դրել է, որ կյանքի խոսք եկեղեցու հետ սկսի։
Եվ եղբայրը այդ օրը եկել էր Դորտմունդ, կիսվեց պարզ ու անկեղծ ինչ իր սրտի մեջ կա, որ ինքը եկել է ու տիրոջից առաջնորդված է եկել, եւ մենք 6 հոգով խոսակցություն ունեցանք, վերջում լավ աղոթ քարեցինք, Թադևոս աղբորը պատասխանեցի իր առաջ են պատմում ամեն ինչ, ասի եղբայր ջան, հրաշալի է որ Աստված քեզ դրել է սրտին, բայց եթե սենց բան կա, մարդ միանա այս ծառայության այս ընթացքին, եւ մենք ուզում ենք որ Աստված մեզ էլ հայտնի, ու Աստված հաստատ կհայտնի, եթե այդ իր գործն է։ Ասեց Արման ջան, եղբայր ջան, վստահ եմ, որ Տերը ձեզ կհայտնի, որովհետև Տերն է ինձ ուղարկեց տե։ Ասի շատ լավ եղբայրս, ուրախ եմ, ծանոթացան, գնանք աղոթենք, ինչ Աստված հայտնի է տել, տենց կանենք։ Ամեն։ Տենց հայղ է եղբայրս։ Հալելույա։ Ես քեզ ուզում եմ ասեմ, երբ որ դու մեծ գործեր ես բռնում, աղոթ քարա, սպասի Տիրոջը, չվռազես։ Գիտես շատ շատերն են հարցնում Աստծուն, բայց շատ քչերն են սպասում մինչև վերջ Տերը խոսա։ Աստված կարող է երբեմն ուշ գա, բայց երբեք չի ուշանա։ Ամեն։ Հալելույա։ Եվ Կիրակի օրեր գնացինք տուն, Կիրակի երեկոյան Հերմինեիս հետ աղոթեցինք, միաբան իրար հետ Տեր ջան, հայտնի մեզ։ Այս եղբայրը եկել է ուզում է միանանք միասին ծառայենք քեզ փառք տանք։ Ու Տիրոջը գիտեք ինչ է աղոթում, ասում է Տեր ջան, թող մի հատ Հերմինես երազդենա։ Հերմինեն մեր կյանքի ծառայության ընտանեկան շատ քրիտիկական պահերի լուրջ Աստծուց երազատենում ու շատ կոնկրետ, անենք թե չանենք։ Ու այնքան պարզ, որ էլ կարիք չկա մեկնաբանության։ Այս պարգևը կա մեր տանը, փառք Աստծուն սրա համար, ու աղոթում եմ, ասեմ Տեր ջան, մի հատ Հերմինեին երազտուր իմանանք, էլի հա թե չէ։ Ես չեմ սիրում կասկածանքով գործ սկսել։ Ամեն։ Աստծո խոսքը ասում է կասկածող մարդը, երկպիտ մարդը լավ չի։ Լավ է հաստատ մարդ, ամեն։ Կիրակին անցավ, երկու շաբթին էլ աղոթում եմ, Տեր ջան, մի հատ Հերմինեին երազտուր ու 3 շաբթի առավոտյան աղբորս Հոլանդիայից աղբերներից մեկի հետ ժամը 4:30-5-ին գնում են գործի, ես շինարարության մեջ եմ աշխատում, ժողովուրդ ջան։ 4:30-5-ին գնում են գործի, Արամ աղբերը ինձ նամակ է ուղարկում, գրել է։ Արման աղբեր, երազ եմ տեսել։ Ու գիտեք, որ Արամը ոչ մի բանից տեղյակ չի։ Ինքը մենակ այս տեղը մանեկ է գտել է ու այս Թադևոսի այցելությունից, որ ընդամենը մի օր առաջ ա եղել, ինքը տեղյակ չի։ Ու գրել է երազ եմ տեսել Արտուր Սիմոնյանը, գիտեք ով Արտուր Սիմոնյանը, մեր ավակ հովիվը։ Արտուր Սիմոնյանը, ես ու դու երեքով գնացել էինք Համբուրգ, հովիվ ոցեինք։ Կարդացի ու մի հատ սարսուռ անցավ մեջովս։ Զանգեցի, ասի Արամ ջան, հələ պատմի երազդ։ Ասում Արման ջան, գնացել էինք Արտուր Սիմոնյանն էր, դու ու ես հովիվ էինք ոցում ու նկարագրում է Թադևոսին։ Ու ասում այստեղ են մի հատ սիրուն տղա, Տոշտի Թադևոսը։ Ու ասում շատ համեստ, ու ասում հենց էր լսում մեզ ինչ խոսում ենք, ու ասում շատ հստակ, մեզ պատասխանում էր, ու ասում այնքան լավն էր, հենց ասում քաղցր անուշ հոգի էր, չէ Արամ ջան։ Ու պատմում է, ու ինքը որ նկարագրում է, ես Կիրակի օր այս մարդուն տեսել եմ, ինքը չի տեսել։ Ու ինքը նկարագրում է այս մարդուն։ Ու ասում Տեր Հիսուս, փառք քեզ։ Ես աղոթում եմ թող Հերմինեն երազնեն, հա։ Աստված նես տեղից է հաստատում, որ ընդհանրապես տեղյակ չի։ Ասում են որտեղ ենք, ասում է Համբուրգում ենք։ Երազի մեջ։ Ահա։ Համբուրգում ենք, հալելույա։ Ու հենց այդ օրը գործից եկել եմ Արամին ու Թադևոսին զանգել եմ օնլայն վիդեո իրեքով իրար հետ ենք, ասում եմ մի հատ օնլայն ծանոթացեք եղբայրներ ջան իրար հետ։ Թադևոսը տեղյակ չի Արամին ինչ երազատես է։ Արամն էլ ընդհանրապես տեղյակ չի Թադևոսը ով է։ Ու իրանց ծանոթացնում եմ իրար, ասեմ Արամ ջան, մի հատ երազը պատմի։ Ու Արամը պատմում է երազը, Թադևոսը ասեց աղբերս։ Հալելույա, փառք Հիսուսին։ Գիտես, երբ Աստված է մի բան շարժում, երբ Աստված ասում հիմա կանգնեցինք, երբ Աստված ասում հիմա քայլեցինք, երբ Աստծո հետ ես քայլում, գիտես ինչն է սրա մեջ ամենազորավորը, ոչինչ, կարևորը լսում եք, չէ՞։ Լուսա կգա, կեթա, խնդիր չի։ Ժողովուրդ ջան, գիտեք ինչն է կարևորը, երբ որ դու Աստծո ասածով ես քայլում, քո վրա պատասխանատվություն չկա։ Ինքն է ասել, արել եմ։ Երբ որ ինքն է ասում դու անում ես, գիտես, երբ դու որոշում կայացնես, թե քո կյանքի, թե քո ընթացքի ամեն ինչի համար, դու որոշումներ կայացնես ու քայլես, դու պատասխանատու ես քո որոշումների համար։ Բայց երբ դու քայլում ես Տիրոջ հետ ու դու քո որոշումները թողել ես իրան, երբ նա է որոշում քո համար, դու էլ պատասխանատու ես։ Ամեն։ Այնքան լավ կլինի, որ մենք բոլորս հասնենք այդտեղ,
որ իրապես մենք մեր կյանքի համար, ես գնում եմ Հայաստան հաճախակի ինձ ասում են, չես գա Հայաստան ապրես, ասում եմ կներես էլի, ես ով եմ, որ ես որոշեմ ուր ապրեմ։ Մեկը որոշել անձի դրել է մի գյուղում 15 տարի առաջ, Հոլանդիայի մի գյուղում, ասել է մնաս տե, ես այդտեղ եմ մինչև հիմա։ Ես չեմ էլ ուզում մտածեմ ուր կուզեի ապրեի։ Որտեվ իմ ուզելով չի։ Ու ինքը ինչ ուզում է, այդ իմ սրտին էլ է դնում ու ինձ հաճելի է։ Նենց չի, որ զոռով ենք իր կամքը կատարում։ Ամեն։ Եվ այդպես ժողովուրդ ջան, Թադևոս աղբոր հետ օրհնվեցինք շատ, աղոթք արեցինք, Աստծուն օրհնեցինք, անցած շաբաթ, անցած Վոխենենդ է, ուրբաթ շաբաթ Կիրակի մենք երիտասարդական ճամբար ունեինք, շատ հաղթական ու զորավոր ճամբար ունեցանք, ամեն Արման ջան, Տեր օրհնի, Մելիք ջան, Թադևոս աղբերն էլ էր ներկա կնոջ հետ ու մենք շատ օրհնվեցինք, ճամբարի անունը դրել էինք հանդիպում, մեր երիտասարդները մոտ 80 երիտասարդ ամբողջ Գերմանիայից հավաքվել էին, 100 հոգի էինք մոտավորապես ծառայողներով, գիտես, ճամբարն էլ էր սաղ Տերը կազմակերպել, համարձակ եմ ասում Տերը, որտեվ սաղ Սուրբ Հոգին ասել էր նոր էի կարե։ Եվ ճամբարի անունն էլ էր Տերը դրե։ Ու վերջում բոլոր երիտասարդները վկայում էին, որ Տիրոջը հանդիպել են։ Ամեն տենց էր տղեկ։ Հալելույա։ Իմ տան մեջ իմ երեխեքը տղես վկայում էր, պապա, ես այդ ձևի չէի հանդիպել Տիրոջը։ Ու իրոք այդքան արդյունքներ, գիտես որ շատերը այդտեղ տարիքով են, տարիքով մարդիկ մի քիչ կյանք տեսած, կյանքը մի քիչ ջարդած, մշակած, երբ մի հատ խոսք է գալի մեզ հեշտ կպնում է, բայց այսօրվա երիտասարդներին, որ ինչ առաջի տեղը մեդիան, երկրորդ տեղը մենք ոնց ենք ներկայացել մեդիայի մեզ, չէ՞ այսօր, ու իրանց աշխարհ հայացները պապան մաման միշտ հետամնաց են, իրանք ամեն ինչ ավելի ճիշտ գիտեն, իրանք ամեն ինչ լավ գիտեն, մենք էլ իրանց չենք հասկանում, այս մասային, որ Տերը այցելին ինձ հզոր էր ուղակի, փառքը ամբողջությամբ Աստծուն։ Երեխաներ, որ ծառայության վերջում 3-3, 4-4 միտեղ ծնկի եկած լացելով աղոթք էին անում։ Ու ինչքան կոտրված ու ջարդված սրտեր, ինչքան բժշկություններ։ Փառքը Աստծուն, ամեն։ Եվ այսպես որոշեցինք, եւ Արամ աղբերը նորից զանգեց այս եղբայրը եւ ասեց եղբայր ժամը հասավ, որ մենք Համբուրգ գանք։ Եվ այսօրը որոշվեց գալու համար Աստծուց եւ աղոթեցինք եւ այսօր այստեղ ենք։ Փառք Աստծո, եկեք մենք ծափարենք մեր Տիրոջ։ Փառք Աստծուն, մեր Աստված արժանի է ամեն ինչի։ Գիտես, եթե մենք դեկտեմբերին ստեղ ելնեինք, կարային գայինք հավաքույթ ելներ, կորտնվեին մարդիկ, կորտնվեին, վատ չէր, բայց գիտես, իր ժամանակը չէր։ Նրա ժամանակը 3 ամիս հետո էր։ Գիտես ինչն է հետաքրքիր, որ Աստված երբ քեզ ասում է ինչ-որ մի բան, երբեք հետը ժամանակ չի ասում։ Երբ։ Որտեվ Հիսուսին ասեցին, երբ է ժամանակը Աստծո արքայության, ասել ձեր գործը չի, այդ ձեր բանը չի։ Ժամերն ու ժամանակները ձեր բանը չի, արեք ինչ ձեզ ասում եմ։ Ամեն։ Մեր կյանքում իրականում շատ խնդիրներ են ելնում։ Ոնց որ Դավիթի կյանքում խնդիրներ կար, Աստվածաշունչ Դավիթ կա, ով է ճանաչում Դավիթին։ Գիտես, Դավիթը Գողիաթին մի հատ քարով խփեց, փռեց, վիզը կդրեց։ Վարքյաններ, հարց կա լուծենք։ Բայց Սավուղի երեսից 14 տարի փախավ։ Մեր կյանքում խնդիրներ կա, վարքյանական աղոթքով ջարդում ես ու գնում ես առաջ, բայց երբեմն Աստված թույլ է տալի մի հատ Սավուղ գա ու մի 10 տարի, ու մի 15 տարի, ամեն։ Ու սկսում ենք, ու գիտես ինչ, ասեմ քեզ, Գողիաթը ուղակի պահի տակ հավատքա ջարդում ես, բայց կան բաներ, որ պիտի ճանապարհ անցնես։ Դավիթը, որ դառավ Աստծո սրտի համեմատ մարդ, այդ փորձությունները սարքեց իրան։ Ու մենք պիտի ճանաչենք Աստծո ժամանակները եւ Աստծո ուզած ժամանակները, որ երբ Աստված ուր ասում լինենք։ Նորից եմ ասում, եթե դու քայլես Աստծո հետ եւ որոշելու ժամանակները թողես նրան, նա կլինի ամբողջությամբ պատասխանատու քո կյանքի համար։ Նա ավարտում է այն գործը, որ ինքն է սկսել։ Ֆիլիպեցի 1:6 ասում է, եւ վստահ եմ Տերը այն բարի գործը, որ ձեր մեջ սկսեց, իր ավարտին կհասցնի։ Ամեն։ Հալելույա։ Եվ որտեղ ինքը ալֆան է տեղել, ինքը օմեգան է։ Որտեղ ինքը սկսել է տեղել, ինքը ավարտում է։ Եվ այս ծառայությունները, որ ինքը սկսել, ասում եմ, Տեր, այս գործը սկսել ես, ես ուզում եմ իմ կամքն ու աղաչանքը
կենա մինչև դու գաս։ Կապ չունի մենք կլնենք, չենք կլնի, ուր կլնենք, ինչ կանենք, բայց մնա մինչև դու գաս։ Փառք իրան։ Մեր Աստված հզոր է եւ գնում ենք առաջ Աստծո ժողովուրդ։ Գիտես, թող քո Աստված քո սրտի մեջ դնի։ Իրականում ինչ ունես դու անելու ստեղ, դու ստեղից ես, դու ստեղից չես, թող Տերը քեզ հայտնի։ Ես քեզ չեմ ասի, արի շուտ խառնվի, էս արա, այն արա, թող Աստված խոսա քո սրտի հետ։ Ստեղ մարդիկ կան, որ Տեր իրանց սրտի մեջ դրել է եկեղեցի։ Ստեղ մարդիկ կան, որ 10 տարի աղոթել են այսօրվա համար, որ ստեղ եկեղեցի սկսի։ Տեր օրհնի այդ մարդկանց։ Տեր օրհնի ձեզ շատ։ Հավատքից ենք խոսալու։ Ամեն։ Ստեղ մարդ կա, որ հավատք ունի։ Ամեն։ Ամեն։ Ամեն, ամեն։ Ամեն։ Բայց մի հատ էլ ուրիշ հարց տամ, էլի։ Մարդ կա, որ ինքը վստահ է, որ ինքը ճշմարիտ հավատք ունի։ Քչացավ ձեռները։ Նորմալ է, ես ձեզ լրիվ հասկանում եմ։ Գիտեք ժողովուրդ ջան, հավատք լավ բան է, ասեմ ձեզ, մուսուլմաններն էլ են հավատում։ Երեկվանից էլ իրանց ռամադանն է սկսած։ Բայց մենք այդ ռամադանին հակառակված կանգնած ենք աղոթքի, ամեն, որտեղ նրանք կանգնած են, գիտեք ինչ են անում, հաց չեն ուտում, օրը 3 անգամ մենք տես չենք աղոթում իրանց նման։ Օրը 3 անգամ ընկնում են գետնին ծնկաչոք ու սկսում են ինչ խոսալ, հռչակել, Աստված որդի չունի։ Սա հակաքրիստոսն է։ Աստվածաշունչը ասում է, եթե մեկը Հիսուսին չընդունի որպես Աստծո որդի, նա հակաքրիստոս է։ Իսլամը ինքը հակաքրիստոս է։ Մենք հարգում ենք բոլոր մարդկանց, ինչ ճիշտ հասկացեք, մարդը մեզ ոչ մեկ թշնամի չի։ Ես էլ ունեմ մուսուլման շատ մտերիմ մարդիկ, բայց այդ կրոնն ու դավանությունը քրիստոնեության թշնամի է։ Եվ մենք էլ անդադար աղոթում ու հռչակում ենք Աստծո խոսքը, Հիսուսն Աստծո որդին է։ Ամեն։ Ինչ եմ ուզում ասեմ, ամեն մարդ, ամեն կրոն, ամեն հավատանք, ամեն բան ունի դավանանք։ Հնդուները հավատում են կովին։ Կովի միշտ չեն ուտում։ Ես Հայաստանում հնդիկների հանդիպեցի, խաշլամային բերեց, չկերան, հելան փախան սեղանի մոտից։ Իրանք ասին մենք մենակ հավի միս կուտենք։ Էդի մեր Աստվածն է, իրանց Աստծուն մորթե բերել էին, որ ուտեին այն մարդ։ Իրանք տես մեկնաբանեցին։ Ժողովուրդ ջան, ամեն մարդ մի բանի հավատում է, բայց եկեք մի հատ տեղ գանք հասկանանք, էլի, ոնց իմանանք ճշմարիտ հավատ, ինչի ենք հավատում։ Ես գիտես խի գիտեմ, ես ճշմարիտ եմ հավատում, որովհետև այդ հավատքը ստե չի։ Այդ հավատքը ստե է։ 1 Երկրորդ, այդ հավատքը իմ կյանքը փոխել է։ Այդ հավատքը 2009 թվին, որ ես Հիսուսին հանդիպեցի Հոլանդիայում, ես 2007-ից Հոլանդիա եմ եկել կնոջս հետ եւ 2009-ին հանդիպել եմ Տիրոջը։ Ես եկել եմ աշխարհիկ մարդ, մի քիչ հանցագործ մարդ։ Ու ես երբ որ Տեր Հիսուսին հանդիպեցի, այդ կենթանի հավատքը նրա վրա փոխեց իմ կյանքը։ Ճշմարիտ հավատքը այն է, որ Հիսուսն Աստծո որդին է։ Հիմա կասես խի, մուսուլմանն էլ ասում է Մուհամեդը։ Շատ բաներ կա, ուղղակի չեմ կարող այս ամեն մանուկներին գնամ ուղղակի, բայց ես քեզ գլխավոր բաներ կասեմ։ Լսի, ամեն աստվածներ, չակերտավոր աստվածներ, այս երկրի վրա որ կոչված են, Բուդդա, Կրիշնա, Մուհամեդ ու նման շատ ցուցակներ, բոլորը մեռած ու թաղված են։ Բոլորը մեռած ոսկորներ ու գերեզման են, բայց Հիսուսի գերեզմանը դատարկ է։ Ամեն, նա հարություն առե։ Նա կենթանի Աստված է։ Այս ամեն աստվածները, որ թաղված են, գնում են իրաց գերեզմանները, երկրպագություն են անում, ինչ ասես անում են, բայց Հիսուսը մեր սրտի մեջ է։ Ուր գնամ իմ հետ է։ Ամեն։ Ու Հիսուսը կյանքեր է փոխում։ Գիտեք, Աստծո խոսքը ասում է, ով որդուն ունի, կյանք ունի, ով որդուն չունի, կյանք չունի։ Ինչ անենք, որ մենք ճիշտ ենք։ Մեկ-մեկ որ դիսկուսիաներ եմ ասում, ինչ անեմ, որ ես ճիշտ եմ։ Հալելույա։ Պահի ճշմարտությունը, Աստծո խոսքը ճշմարտություն է, Աստծո խոսքը կյանքեր փոխող է։ Հիսուսը Աստծո որդին է, ու Աստված կենթանի է։ Գիտես, այսօրվա խոսքս ասեցի, հավատքի մասին ենք խոսալու, հավատք, որ հաղթում է ամեն սահմանները։ Մենք պիտի վստահ լինենք մեր հավատքի վրա, որ մենք ճշմարտությունն ենք հավատում, որովհետև մեր հավատքը մենակ խոսք չի, որ բերանից դուրս է գալի, բայց կյանք է ու ցույց է տալի իրան ու դրսևորվում է մեր կյանքում։ Այն արմանը, որ Աստծուց առաջ ծախսում էր ուրիշ ձևով, հայհոյում էր, կռիվ էր անում, ծեծում էր, երբ որ Հիսուսին հանդիպեց, դարձավ օրհնող բերան, դարձավ Աստծուն հավատացող, դարձավ խոնարհվող, դարձավ տասանորդ տվող, Աստծուն հետևող մարդ։
Երբ Հիսուսին մարդիկ հանդիպում են, իրաց կյանքը փոխվում է։ Մենք կարանք շատ բաներ, շատ հավատամքներ կարդանք, շատ խոսքեր, չգիտեմ, քարոզչություններ լսենք, բայց եթե իրապես մեր սրտի մեջ այդ կյանքը հետևենք դրան։ Փորձի կարաս կարդաս շատ բաներ, մենք ազատ մարդիկ ենք, Աստված մեզ ազատ կամք է տվել։ Մեզ շատ են ասում, մարդկանց ուղեղները լվում եք, զոմբիացնում եք, ես եք անում։ Ես էլ պարզ հայտարարում եմ, կարդացեք ինչ ուզում եք, խոսացեք ինչ ուզում եք, լսեք ինչ ուզում եք, որտեղ կյանք կա, հետևեք այդտեղ։ Որտեղ դու կհանդիպես մի բանի, որ իրապես վառում է կրակքո մեջ, քեզ ազատում է, քեզ նախանձից ազատել է։ Հալելույա։ Քո աչքերը շնությունից մաքրել է, ոչինչ մի քիչ փակագծեր այսօր ենք դնենք։ Քո աչքերը նախանձից ցանկանալուց մաքրել է, շատ բաներից քեզ ազատել է, դու զգում ես դու ապահով ես, դու զգում ես դու չես վախենում, մենք այսօր վախի մասին երգեցինք, վախի համար աղոթք արեց, գիտես որ մարդիկ ինչքան վախերի մեջ են, ստրես, տագնապ, դեպրեսիա, ինչ է այսօր աշխարհը ուրա տանում, աշխարհը այսօր ասում է փորդ կուշտ լինի, մարմնի ցանկությունները բավարարված լինեն, փող լինի, գործ լինի, վсё։ Իսկ Աստծո խոսքն ասում է անձը տուրացի խաչդ վերցարի իմ ետևից։ Եվ այդ ճշմարիտ հավատքը, որ մենք ունենք Աստծո որդու Հիսուս Քրիստոսի վրա, այդ հավատքը փոխում է մեզ ու փոխում է ընթացք։ Այդ հավատքը փոխում է տարածքներ, այդ հավատքը փոխում է, կերտում է պատմություն, տարբեր տեղեր հաստատում է Աստծո գործը, մինչև Տեր Հիսուսը գա։ Եվ այս հավատքը, որ մենք ունենք, այս հավատքը ինչ որ միտեղ Աստծուց տրված պարգև է Աստծո խոսքն ասում է։ Հավատքը երկնքից մեր ներսը դրված է, որպես պարգև, որ մենք ունենանք Աստծո որդուն դավանելու ամենուր։ Գիտես, Աստվածաշունչը այնքան շատ բաներ է խոսում հավատքի մասին։ Հիսուսի մոտ տարբեր մարդիկ էին գալի։ Տարբեր մարդիկ էին գալի եւ Հիսուսին ասում էին՝ «Մի հատ ձեռ դիր»։ Մի հատ արի տուն էլ երեխես հիվանդ պարկած է։ Մեկը եկավ ասեց արի հասի ծառաս մեռնում է։ Մեկը եկավ ասեց Հիսուս ջան, դու մի արի մի հատ խոսք ասա։ Չէ՞։ Մի 4 հոգի եկան տեղ չկար մտնելու։ Կրիշը, պատալոկը, ծակին ու այդ անդամալույց իրաց ընկերոջը պարաններով իջեցին ուղիղ Հիսուսի դեմը, որտեվ չէին կարա, ուղիղ չէին կարա։ Գիտես մեկ իրավիճակներ կա, որ դի կրիշից իջնես Հիսուսի առաջ։ Փակ ոնց որ լի սաղ դռները։ Ու գիտես այսքան մարդիկ, որ եկան Տիրոջ մոտ, ինչ էր Հիսուսը իրանց հարցնում։ Հավատում ես, որ կարամ անեմ։ Ամեն։ Ինչ խնդիր ունես։ Այս երեկո Տիրոջ հարցնել միգուցե քեզ է, հավատում ես, որ Տերը կարա անի։ Եթե հավատում ես, կստանաս։ Գիտես, այնքան լավ է, որ Հիսուսը չէր հարցնում, արդար ես, որ քո համար հրաշք անեմ։ Կամ հարցներ սուրբ ես, որ քո համար այդ հրաշքը անեմ։ Կամ կատարյալ ես, օրենքը պահել ես, եթե այդ հարցերը տար մենք սաղս կկորեինք, ով կարար պատասխաներ, ես արդար եմ։ Բայց մի պարզ հարց էր տալի, հավատում ես, ու այդ հավատքը արդարացնում է, ու այդ հավատքը կենթանություն էր տալի մեզ։ Ու անգամ մարդիկ կային, որ Հիսուսի մոտ գալիս էին, ասում էին, հավատում եմ, բայց ներիր իմ անհավատությանը արդյունքներով, ու Տերը էլի բժշկում էր։ Ամեն ժամանակ քուրս աղբերս անկեղծությունը դուռ է, որ փոխում է քո իրավիճակը։ Անկամ թեկուզ հավատքը չի բավարարում, երբ Աստված այցելում է, երբեմն հաճախ, բայց երբ որ այն Տիրոջ հզոր ներկայությունը մեկ գալիս է ու ապրում ենք, գիտես ինչ եմ ապրում, որ ես հավատք չունեմ։ Շատ տկար ու ցածր է իմ հավատքը։ Ու Աստված գիտես վերջերս ինձ ինչ էր ասում մի քանի օր առաջ։ Հավատում ես, որ դու շնչում ես։ Ասում եմ, այո Տեր։ Ասում եմ, կարաս այտենց հավատաս, որ ես քո հետ եմ ու չեմ ուշանա։ Մենք բոլորս էլ շնչում ենք, ու այդ շունչ տվող ինքն է։ Ու ինքը ասում է, ես քո հետ եմ, մի վախեցի։ Մի վախեցի։ Փառք Աստծուն։ Գիտես, կենթանի հավատք ունենալու համար դու պիտի Հիսուսի հետ ելնես։ Կենթանի հավատք ունենալու համար պիտի Աստծո որդուն դավանես ու խնդրես իրանից հավատք։
Դու կարաս հավատ ձևավորես, դու կարաս հավատ կարդաս Աստծո խոսք, հավատքդ բարձրանա, բայց երբ որ դու Աստծուն լսես, Աստծո խոսքը կարդաս ու լսես, դու կունենաս կենդանի հավատ։ Շատ լավ է, որ դու հավատաս Աստծո ընդհանրական խոսքին, ինչ որ գրված աստ է, սա կենդանի խոսք է։ Սա ընդհանուր ամբողջ մարդկության համար է, բայց գիտես շատ անգամ ես ու դու մեր կյանքում իրական հավատքի կարիք ունենք, որ մեր կյանքում հասել ենք մի խաչմերուկի աճ անենք ձախ թե ուղիղ։ Այստեղ աշխատենք թե չաշխատենք։ Այս մարդու հետ ամուսնանանք թե չէ։ Այս գործը անենք թե չէ։ Այս մարդուն վկայենք թե չէ։ Ու այնքան շատ հարցեր կա։ Գիտես դու ճիշտը անելու չսխալվելու համար մենակ Քրիստոսն է քեզ ապահովություն, որ նրա հետ քայլելուց չես սխալվի։ Ամեն։ Ես շատ եմ մեքենա վարում։ Ես աղոթքից մեջ ասում եմ Տեր, երբ որ մի հատ խաչմերուկի ենք մոտենում, դու շուտ մարգատը միացրու ենք եթում։ Որտեվ չհասնենք այնտեղ կանգնենք, հիմա մտածենք, հենց հասնենք արդեն գիտենք, աչ ենք անում ստեղից։ Ցանկացած իրավիճակի մեջ Տեր Հիսուս, դու մեզ առաջնորդի, դու մեզ խոսք տուր, ամեն, ու ես հավատացած եմ, որ Աստված ամեն իրավիճակը գալուց առաջ մեզ պատրաստում է։ Շատ անգամ մի խնդրի մեջ ենք ընկել ու մտածում եմ, մի շաբաթ առաջ Տերը մեզ խոսք էր ասես հենց, այս խոսքը այս իրավիճակի համար էր, եւ այդ խոսքը մեզ այդ իրավիճակով անցկացնում է ու դուրս ենք գալի։ Ով գիտի ինչ եմ խոսում։ Տերը օրհնի ձեզ։ Ես ուզում եմ, որ այսօր մեր հավատքը բարձրանա։ Գիտես, կենդանի հավատք ունենալու համար դու պիտի Հիսուսի հետ մեկը լինես։ Ես չեմ ասում կատարյալ սուրբ, բայց քո միտքը, սիրտը տաս իրան։ Քայլես նրա հետ, խնդրես նրա երեսը։ Ամեն։ Ու գիտես, կենդանի հավատք ունենալու համար դու պիտի մեկը լինես Հիսուսի հետ, սրտով, մտքով, զոհված քեզ դրած լինես Տիրոջ համար։ Եթե քեզ չես դրե այսօր օրնամ, դու պատահական չես տեղ, այսօր դիր քեզ լրիվ։ Այսօր մի ասա քեզ ինձ Հիսուսի հետ 50-50 մի արա, փայատեր մի խաղա։ Հիսուսի հետ դուր սաղ իրան, դուր պրծիելի այդ պատասխանատվությունից, հոգսա քո վրա բեռա, բայց որ ինքնա պատասխանատու հզոր է։ Գիտես դու պիտի Հիսուսի հետ մեկը լինես, որ հավատքդ կենդանի լինի, ձեր մեկությունից ծնվում է կենդանի հավատք, հոգու պտուղ։ Ամեն։ Հիսուսի հետ մեկությունից է ծնվում կենդանություն, առանց Հիսուս մեռած է ամեն բան։ Աստծո խոսքը ասում է առանց Հիսուս ունես կյանք ունես, Հիսուս չունես մեռած ես։ Ու դու զգում ես, որ այս աշխարհի մեջ ամեն բան անում են սաղ Հիսուսի դեմ։ Սաղ իրաց ամենից ձեռը տալի, Հիսուսի անունը մի տեղ դուր խառնվում է իրար։ Ռամադանա դպրոցում սենյակ են տվել, մուսուլման երեխեքը աղոթք կանեն երեխես պատմում է։ Հիսուսի անունը դուր դասատները կլինեն, ինչ ասես կասեն։ Խի ես աշխարհը սենց հետ գնաց, անունել քրիստոնեական դպրոց։ Գիտես, Հիսուսի հետ մեկությունը կենդանություն է ծնում, կենդանի պտուղ է ծնում։ Ես քեզ մի հատ օրինակ բերեմ։ Երբեմն բերել եմ, գիտես, կարան երկու հոգի ամուսնանան իրար հետ ու քնեն տարբեր սենյակներ, մեկ այն սենյակ, մեկ այն սենյակ, ու ասեն մենք շատ երեխաներ կունենանք։ Մենք մեծ ընտանիք կկազմենք, ծիծաղալու է, չէ՞ ժողովուրդ ջան։ Նմանապես ծիծաղալու է, եթե մենք ասենք մենք քրիստոնյա ազգ ենք, առաջի քրիստոն, մի հատ վերցեք խմենք Հիսուսի կենացը։ Լսել եք սեղաններում տես բաներ։ Այս ծիծաղալու է, իսկ ուզում ես դու Հիսուսին ճանաչում ես։ Մենք ընդամենը մենակ բերանի խոսք։ Մեզ ձեռա տալի եթանք մի հատ էս անենք, մի հատ պաչենք, գանք էս անենք, այն անենք, գուլյատ անենք մեր կյանք, այ մարդ ինչ եք ուզում։ Մի գնացեք դրանց մոտ, մեր մոտ էլի։ Ձեր ուղեղները կլվան, ձեզ կասեն սուրբ կյանք ապրեք, ձեզ կասեն մեղք մի գործեք։ Այդ մենք ընդ մոմը վառում ենք, հետո ինչ ասես անում եք, լավ է, մեզ ձեռա տալի, ինչ եք ուզում մեզնից։ Ժողովուրդ ջան, Հիսուս ունես, կյանք ունես։ Ամեն։ Եթե Հիսուսի հետ մեկ ես, ձեր մեկությունից գիտես կա հոգևոր ինտիմ։ Ինտիմ գիտեք ինչ է, անձնական, շատ խորը անձնական։ Դրա համար Հիսուս ասում էր՝ մտի ծածուկ սենյակը, դուռը փակի, աղոթք արա։ Եվ ինչ որ սրտիդ մեջ կա, հորը խոսա։ Եվ հայրը քեզ հայտնապես կհատուցի։ Ուզում ես իմանաս դու ով ես, ծածուկում ինչ կաս դու ես։ Այն որ պարկում ես իրիկունը քնելու սկսում ես մտածել։ Գիտես մենք ծածուկում ով ենք, մենք ետ ենք բացահայտ։ Եթե մենք իրապես Հիսուսի հետ մեկը լինենք, մեզանից մեր մեկությունից կծնվի հոգու պտուղ։ Հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն։ Եթե մենք Հիսուս չունենք, մենք մենակ խոսում ենք, մենք նման ենք այն մարդկանց, որ երկու հոգի տարբեր սենյակ քնեն ու կասեն մենք շատ երեխեք կունենանք։ Մինչև դու Հիսուսի հետ չմեկանաս,
նրա հետ մեկ չլնես, որտեղից ծնվի կենդանի բաներ։ Բայց նա կանչում ու սպասում է բոլորի հետ հոգով, սա հոգևոր բան եմ խոսում, հոգևոր ինտիմ փոխհարաբերություն, Աստված ամեն մեկին ուզում է անձնապես ունենա, ոչ թե որ Ալիշու ծառայի ես արայնա, ոչ մի բան մի ծառայի, բայց կյանքդ Հիսուսին տուր։ Աստծո խոսքն ասում է Սուրբ Հոգին նախանձով փափագում է, որ ձեզ ունենա։ Մի օրից մեկը հարցնում է, ի՞նչ նախանձ, Աստված նախանձոտ է, ասում եմ, այո, ո՞նց կլինի Աստված նախանձի։ Ու գիտես ես ինչ օրինակ եմ ասում։ Խանդ, դու պատկերացրու քո երեխուն, ստեղ շատերս երեխեք ունենք, քո երեխուն ծնես, մեծացնես, հագցնես, կերակրես, 10 ուսման, բարձրանա, մեծանա, լավ ավտո առնես, իրան լավ տուն առնես, մեկ էլ ընկնի չար շրջապատ, գնա ծխողների, խմողների, շնացողների հետ բաժին ունենա, ու այդ համյա ծխողի ասի, էս իմ պապան է։ Մի հատ շնացողի ասի, էս իմ մաման է։ Դու որպես ծնող ինչ կլնես։ Հասկանում ես Աստծո սիրտը խի է ինքը նախանձով փափագում ինձ ու քեզ, որ մենք աշխարհից կտրված կենդանի Աստծուն պաշտենք։ Աստծո հետ մեկությունից է ծնվում կենդանի հավատք։ Չկա ուրիշ ձև հավաք, ժողովուրդ ջան, դու ոնց ուզում ես հավատա։ Դու կարող ասես, որ մեկ ասում են, մենք ձեզնից չենք, մենք ձեզ դեմ չենք, մենք ձեզ կողմ չենք։ Մենք ոչ ձեզ ուզում ենք, մենք ոչ ձեզ դեմ ենք, ոչ այդ պիղատոսներն են, պիղատոսներն են, ոչ դեմ էր, ոչ կողմ էր, բայց ծեծում էր, բայց ձեռները լվում էր, բայց գիտեք ինչ եմ խոսում։ Բայց գիտես, երբ Տիրոջ հետ դու մեկ ես, դրանից ծնվելու է կենդանություն, դրանից ծնվելու է իրական հավատ։ Դու ոնց ուզում ես հավատա, երբ որ դու Աստծո առաջ կանգնես ու ասեմ քեզ, որ անպայման կանգնելու ես, դու պիտի իր ուզած ձևով հավատայիր, իր խոսքի պատվիրած ձևով։ Դու չես կարող ասես, ես սենց էի արել։ Գիտեք, երկրի վրա օրենքներ կա թագավորության։ Օրինակ Հոլանդիա, Բելգիա, ես սահմանի վրա եմ ապրում, Հոլանդիա։ Հոլանդիայում շատ վատ ծխախոտներ ազատ ծախվում է։ Խանութից առ խանութի մեջ ծխի, կարաս որոշ չափի հլնես, դուսը մայթին ծխես, գազ ձեր հայաթը ծխես։ Բայց եթե այդ նույն ծխախոտը սահմանը այն կողմ Գերմանիան քեզ բռնի, շտրաֆ է, քեզ կարող է 2 անգամ բռնել դատեն։ Դրա համար հաճախ սահմանների կոնտրոլ է։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, ամեն թագավորություն ունի իր օրենքները։ Դու չես կարող գաս Գերմանիա, այսքան առնես հետդ բերես, ասես վայ, չգիտեի, կներեք, հետ եմ տան, ոնց, արդեն դու բռնվել ես, տեղում պատրաստ է, կգրեն քեզ արագ, ճիշտ է։ Մատվս ասեք, որ ճիշտ է։ Նույն ձևով Աստծո թագավորության մեջ կան օրենքներ։ Եթե դու այդ թագավորության օրենքների համաձայն չպահես, քո չիմանալը քեզ չի ազատի դատապարտությունից։ Հայ ժողովուրդ, եկեք արթնանանք սենց ուղակի հավատք ունենալուց։ Եկեք կենդանի Աստծո որդուն ճանաչենք, ունենանք կենդանի հավատք։ Ամեն։ Հերիք ուղակի խոսանք, մենք հավատում ենք, մեռնեմ Աստծո զորությանը։ Եկեք չմեռնենք, Աստծո որդին մեր համար մեռել է խաչի վրա։ Եկեք ապրենք Աստծո համար։ Մեր ազգի մեջից գիտեք 44 օրյայից խոսացի, 44 օրյայի համար մենք շատ մեծ տառապանքներ տարանք։ Ու երբ որ Ղարաբաղը հանձնեցինք ավելի ուշ, սաղդ լավ տեղյակ է, կարիք չկա բան ասելու։ Երբ որ Ղարաբաղը հանձնեցինք, մենք էլի ծոմ ու աղոթքի մեջ էինք ու մի գիշեր Աստված խոսեց։ Ու մի գիշեր Աստված խոսեց երեկոյան ժամը 8-ից մինչև գիշերվա 2-ը Տերը ուղակի սրտից խոսում էր ու գրում էր ու հաջորդ օրը Դորտմունդում ծառայության էինք։ Ու ամբողջ ծառայությունը մենք բոլորս ով Դորտմունդում ինքը վկա էր, մենք ծնկների վրա ապաշխարում ենք մեր ազգի համար։ Գիտես խի, որտեվ Աստված ինչ էր ասում գլխավոր բաները, դուք մենակ շուրթերով եք պաշտում ինձ, ձեր սիրտը հեռու է ինձանից։ Ու Աստված գիտես ինչ էր խոսում, Աստված ասում էր Ալիևին գոռում եք ագրեսոր, դուք եք ագրեսոր, թե Ալիևը ձեր քաղաքի մեջ սիգնալ տալու համար իջնում մարդ եք սպանում, եղբայր սպանում է, դալնի բլիժնի լույսերի համար Երևան քաղաքի մեջ քանի մարդ են սպանում։ Ով է ագրեսոր, դուք իրար եթե տենց անեք, բա ձեր թշնամին ձեզ ինչ կանի։ Ու նման ու շատ երկար ժողովուրդ ջան, Հայաստանի ամեն գյուղերում ու քաղաքներում կախարդները նստած բախտ բացողները նստած են ու բացում են ու փողը դուր թող ուշակեն քո համար ամենամեծ սատանայի դռները, մատաղները, մատաղանելը, որ մեկից խոսանք ժողովուրդ ջան։ Ինչ մատաղ։ 5 կտակարանում տանում էին երեխեքը ծնվում էին մանուկ երեխաներին, տանում էին Աստծո առաջ մորթում էին իրանց չաստվածներին զոհ, դաժանբան։ Հիմա այդ զոհերը ցիվիլնի է դարձել, անունը աբորտ է, սատանայի զոհ։
Ու Հայաստանը իր տարածքի չափ կազմած աշխարհում առաջի տեղերից մեկն է գրավում որպես աբորտանող երկիր։ Լսի դա ընդամենը գրանցված, բայց չգրանցված սևով։ Հալելույա, Տեր ջան, չգիտեմ էլ որտեղից ինչ խոսամ։ Աստծո ժողովուրդ, ժամանակն է, այս քաղաքից քաղաք, որ վազում են, գիտեք ինչ կոչ ենք անում։ Հայ ազգ, եկեք ապաշխարենք։ Որովհետև Աստված հայ ազգը շատ է սիրում։ Բոլոր ազգերն է սիրում, բայց հայ ազգը Աստված սիրում։ Աստված, ես հավատում եմ, հայ ազգը Աստծո սրտի կենտրոնում է։ Աստված իրոք հայ ազգով սկսել է, այո, ուրախանալու է, միտեղ պարծենալու է, առաջինն ենք, Տեր քեզ ընդունե, բայց Տերը ասում է, ուզում եմ հիմա էլ վերջին էլ ընդունեք։ Ուզում եմ վերջին էլ տենց կանգնեք, ոնց որ հələ նայեք առաջի դարի կամ երկրորդ, երրորդ դարի մեր քրիստոնյաներ, հələ կարդացեք մեր հայրերին, խորենացի, մաշտոց, կողբացի, հələ բացի կարդա իրանցից։ Այսօր ես ու դու նման ենք իրանց։ Տեսել իրանք ոնց էին հավատում, Գրիգոր Լուսավորիչ, հələ կարդա պատմությունը։ Այսօր մնացել է իրանից նկարներ, խորանի փոսը, այդանք պաչենք, խոնարհվենք գանք։ Հələ տես մենք այսօր նման ենք Լուսավորիչին։ Իմ ու քո կյանքը հələ կողքից նայի։ Դրա համար էլ այսօրին ենք ընկե հայ ազգով։ Ո՞վ է լավ որից եկե հասես տե։ Կեսս հիվանդ ու պրոբլեմ ունենք, որ հասել ենք ստե։ Մենք ամբողջ Գերմանիայով ման են գալի։ Երևի եթե շաբաթը չէ, երկու շաբաթը կամ ամսամեջ տարբեր անգամներ վերակենդանացման բաժանմունքներ ենք աղոթք անելու կամ հիվանդանոցներն ենք աղոթք անելու մեր քուր աղբերների համար։ Ու գիտեք, վերջի 10 տարին Եվրոպայի մեջ Գերմանիա ստատիստիկայով հայերի թիվը ինչ ահավոր բարձրացած է։ Ամեն քաղաքներում հազարավոր հայեր կան։ Ու շատը հիվանդության պատճառով ժողովուրդ ջան, խոսում եմ այն ինչ քո կողքը կատարվում է, ինչ իմ կողքը կատարվում է։ Էս է մեր իրական վիճակը այսօր։ Մեր կոշն էլ էս է, ժողովուրդ, եկեք հավաքվենք, ապաշխարենք, եկեք հավաքվենք, Աստծուն փառք տանք, եկեք հավաքվենք, խոնարհվենք, եկեք խոնարհվենք, ասենք Տեր ներ իրենց, ներ իմ հոր տունը։ Գիտես Դանիելը մի մարգարե Աստվածաշնչի մեջ, որ ինքը այդ ժամանակի ամենասուրբ մարդկանցից էր, ով ճանաչում է, գիտի Դանիելը ում մասին եմ խոսում։ Դանիելը ծնկի էր եկել Տիրոջ առաջ ու աղաղակում էր, ասում էր՝ «Ների՛ր ինձ ու իմ հոր տունը», բայց Աստվածաշունչը ասում է նա կատարյալ Աստվածավախ մարդ էր։ Կարանք այսօր մենք, ես այսօր մարդկանց ասում եմ, եկեք ապաշխարենք, մենք չի մար ապաշխարենք, ախպերս։ Հայաստանում մի եղբոր էի ապաշխարել, այցել է վերակենդանացման բաժանմունքում էր Էրեբունի հիվանդանոցում, շատ մանկուց մենք իրար հետ որոշ ժամանակ շփվել էինք, ինֆարկտ, խոց, դիալեզ, սենց խառը բաներ ու վերակենդանացում ասում էին ժամեր ա մնաց, եկեք հրաժեշտ տվեք իրան։ Ես իր հետ կես ժամ խոսալով չկարեցա համոզեմ, որ մենք մեղավոր ենք, մի հատ Տիրոջը ներողություն խնդրենք։ Մեռնում է հեսա։ Ասեմ ախպերս, հեսա մեռնում ես, Աստծուն ամենակարողին, Հիսուսին։ Մի հատ իրար հետ ասեք կներես, Արման ջան, մենք ում ենք վատ բան արել, որ ասենք ներողություն։ Չէի կարում համոզեի, որ մենք մեղավոր ենք, բայց գիտես ես ցնցված եմ, Աստծու գործերը ով գիտի, ասի լսի, թույլ կտաս քո մար աղոթք անեմ։ Անիմաստ է այս մարդուն, եթե չես կարում համոզես ինքը ներողություն ասի, ինչի մասին է խոսքը։ Ասեց աղոթի հարց չկա։ Ես աղոթի ասի, ես քո տեղը ներողություն եմ ասում, ուզում ես ասա, ես չեմ ասի։ Ես իր տեղը Աստծուն ներողություն ասի, գիտեք ինչն էր հետաքրքիր։ Այդ մարդը այդ մահվան անկողնից 15-20 հատ շլանք կախած վրան, հելավ եկավ մեզ ճամփու դրեց։ Մեռնում էր ինքը։ Հիմա էլ Մոսկվա էլ իր գործերին է։ Լրիվ դզվել է, լավ է։ Դիալեզը կա, ինֆարկտը տարել է, խոցը բժշկվել է, էլ իր գործերին է, իր բիզնեսներին է։ Միգուցե Տերը գործ ունի, մի օր կգա այս մարդը, ով գիտի։ Բայց այդ օրը չասես մի հատ ներողություն։ Հազար հատ ներողություն ասող մարդ մեռնում է, այս մարդը մի հատ չասեց, ով գիտի Աստծո գործերը։ Ամեն։ Փառք Հիսուսին, գիտես, կենթանի հավատք ունենանք։ Ստեղ կա մարդիկ, որ Աստծուն իրանց ասված խոսք կա։ Աստծուց մարգարեություն կա իր վրա։ Տերը քո սրտին մի բան խոսացել է։ Գիտես, Տերը մեզ ասել էր, որ Համբուրգ եթալու եք։ Տեսեք ինչ ասում Ղուկաս 1:45, այս խոսքը Մարիամի մասին է, Հիսուսի մոր։ Եվ երանի նրան, ով հավատաց, թե այն բաները կկատարվեն, որ Տերիցը իրեն ասված են։ Ասա ամեն։ Գիտես, եթե Աստված քո սրտին բան ա դրել, սկսի խոսալ։ Միգուցե քո երեխու համար, քո ծնողի, քո քաղաքի, քո տարածքի սկսի խոսալ Հիսուսի անունով։ Աստվածաշունչը սովորացնում է մեզ դավանել հավատքի խոսք։ Մենք 2 տարի ասում ենք առավոտ շուտ 5 շաբթի օրերը Դորտմունդում մենք կգնանք Համբուրգ եւ այնտեղ եկեղեցի կբարձրանա զորավոր ձևի։ Իրականություն է, խոսքը մարմին դարձավ եւ բնակվեց մեր մեջ։
Գիտեք, մենք 2 ամիս առաջ Դորտմունդում աղոթք էինք անում, ստեղից Հերմինես էր մենակ ներկա։ Կանգնել ենք ու աղոթք ենք անում տարածքների համար, ուզում եմ ասեմ, Էրֆուրտի համար ենք աղոթում, որտեղ որ մեր եկեղեցի ունենք։ Ուզում եմ ասեմ Էրֆուրտ Քյոլն եմ ասում։ Ուզում եմ ասեմ Նյուրնբերգ Քյոլն եմ ասում, անկեղծ եմ ասում։ Ուզում եմ ասեմ Դորտմունդ Քյոլն եմ։ Ես հասկացա, որ Տերը ասում է Քյոլնի համար աղոթք արեք։ Մենք երբեք Քյոլնի համար ոչ ծրագիր կար, ոչ միտք կար ու ասի այ քեզ բան, ոնց որ Քյոլնի համար պիտի աղոթենք։ Ու սկսեցին Քյոլնի համար աղոթել մինչև այսօր։ Մի հատ էլ եղբայր ունենք, ասում է Տերը նենց հա սրտից մեջ դրի, ասի նա Յակոբ վրա է մնալու Քյոլնը։ Փառք Հիսուսին։ Բայց Քյոլնից ոչ մարդ ունենք, ոչ այնտեղ խմբակ ունենք, ոչ մի բան չունենք։ Բայց հավատում ենք։ Գիտես հավատքդ ինչ է, կշարժի։ Հավատքի վերնագիրը սենց է սահմանում է, չերևացած բաների հաստատություն։ Հուսացած բաների հաստատություն եւ չերևացող բաների ապացույց։ Այդ բառը ես սիրում եմ ապացույց, գիտեք ինքը մի քիչ իրավաբանական բառ է։ Երբ գնում ես դատարան, ասում են ինչ ապացույց ունես։ Երբ դու երկնքից մի բան ես ուզում, ինչ ապացույց ունես, հավատք ունես, այո, ուրեմն կլինի։ Ամեն։ Փառք Աստծուն։ Ուզում եմ, որ հավատքդ բարձրանա։ Այստեղ մի քանի մարդիկ կան, որ Աստված տեսիլք է դնում այսօր ձեր սրտի մեջ։ Դու պետք չի մտածես դու կառուցես, թող քո մտքերը, դու չկառուցես, որտեվ կխանգարես։ Մի քանի մարդիկ կան, որ Աստված իրանց սրտի մեջ տեսիլք է դնում։ Ու սկսի խոսալ քո տեսիլքը համարձակ։ Ինչ որ Տերը կասի, սկսի խոսալ ու աղոթել։ Ոնց կասի Տերը, տենց սկսի։ Միգուցե առաջինը քո տունը կսկսես քո ծածուկում ու հավատա ու սկսի խոսալ ու դու կտենաս կատարված։ Որտեվ Աստված սրտեր քննող է, Աստված խոսածող է ու Աստված կատարող է։ Փառք Իրան։ Փառք Աստծուն։ Գիտես, ուզում եմ մի քանի օրինակներ էլ ասեմ ու աղոթենք, թե չէ սենց այնքան շատ խոսամ ես։ Ուրեմն հավատքը, գիտես ինչ է հավատքը, կենթանի հավատքը ինչ է։ Կենթանի հավատքը էսա, որ հաղթում է այս աշխարհին։ Աստվածաշունչը որ նայես, գիտես մարդիկ կային, որ իրանք ունեն կենթանի հավատք ու իրանց հավատքը սենց էր։ Ես հավատում եմ, կապ չունի, թեկուզ ես մեռնեմ։ Թեկուզ իմ կյանքը արժեն, ամեն։ Ու իրանք գնացին միջև այդտենց ու զարմանում ես Աստված ինչ էր անում իրանց միջոցով։ Մի երկու օրինակ բերեմ, գիտես Դանիելի գրքում Միսակ, Սեդրակ, Հաբեդնագով կային, որ մի օր մի հատ թագավոր հելավ աշխարհակալ ու մի հատ ոսկի արձան կանգնացրեց ու ասեց սաղ ազգերն ու լեզուները թող ընկնեն ու պաշտեն այս արձանը։ 3 հատ տղա շատերը ասում են, որ իրանք շատ երիտասարդ էին, 16, 17, 18 տարեկան են եղել մոտավորապես։ 3 ընկեր անունը Միսակ, Սեդրակ, Հաբեդնագով։ Իրանք կանգնան այդ մեծ թագավորին այն ժամանակ Նաբուգոդոնոսորը թագավոր էր ու աշխարհի տիրակալ։ Կանգնան ու այդ թագավորին ոնց որ այսօր կայնես չգիտեմ Պուտին կամ Տրամփ նման մակարդակի, իրանք ավելի փոքր էին, քան այն վաղ Նաբուգոդոնոսորը։ Կայնան ու ասեցին, գիտես, մենք չենք պաշտելու քո Աստծուն։ Մենք հավատում ենք մի Աստծու, որը մեզ այդ կրակից կարա ազատի։ Իսկ եթե չարցակի, չազատի էլ, դու գիտես, մենք չենք պաշտում քո Աստծուն, վсё։ Երբեք իրանց պաշտամունքը չփոխեցին։ Դու կարաս տենց հավատք ունենաս, որ դու Հիսուսին չես փոխելու։ Ու գիտես այդ թագավորը ոնց կատաղավ, ասեց, հա, հələ այդ կրակը 7 անգամ ուժեղ վառեք այդ թոնդիրը։ Խորոված չէր անում, մարդ էր գցում մեջը։ Ու 3-ին տարան, որ գցեին այդ կրակի մեջ, ու գիտես իրանք ինչ վստահ են, գցում ես գցի, իմ հավատքը չի փոխվում, իմ դավանանքը չի, սպանում ես սպանի։ Գիտես մարդիկ էին, որ հավատք ունեին, որ շատ պատահական կանգնել էին կյանքի ու մահի մեջտեղը ու հետ առաջ չկար, կասկած չկար, գնացինք վերջ, Հիսուսը իմ հետ է։ Ու նրանք ծառաները, ով որ տարել էին, որ նրանց գցեին այդ կրակը նրանց քաշեց, լափեց այնքան ուժեղ էր։ Ու մեռան այդ ծառաները։ Բայց վերջը այդ 3-ին գցեցին այդ կրակի մեջ։ Ու գիտես կրակի մեջ ինչ տեսան, որ 3 չեն, 4 են։ Շատերը լավ գիտեք, ամեն։ Եվ Նաբուգոդոնոսորը ասաց, այն 4-ը ոնց որ Աստծո որդու նման է։ Հիսուսին էր տեսել։ Գիտես, եթե դու Հիսուսին իրական ունես, քեզ կրակը չի կարա վառի։ Հիսուսին իրական ունեցողներին, նույն Դանիելի գրքի մեջ Դանիելն էլ իր աղոթքի համար գցեցին առյուծներին։ Առյուծները չեն կարում ուտեն Հիսուս ունեցողի որոշ իմաստով։ Կար ժամանակներ, որ կերան։
Բայց ուզում եմ քեզ ասեմ, եթե դու կենթանի հավատք ունես, այս աշխարհը քեզ չի կարա հաղթի։ Եթե դու կենթանի հավատք ունես, կփորձվի քո հավատքը։ Ես քեզ չեմ կարող ասեմ, դու հավատա ու շակալատա ամեն բան, հենց հավատացիր դու փորձվելու ես։ Այն տառապանքները, որ մենք անցել ենք տարիներ շարունակ, այսօր ստեղ կանգնած ելնելու համար, մենակ Տերը գիտի, ոչ էլ կարիք կա պատմելու ինչերով ենք անցած մենք, ինչ փորձություններով։ Բայց Աստված կանգնած է իր խոսքի հետևը, հավատացի Դավիթը ասում է խոսեցի, դրա համար այսքան չարչարվեցի ու տանջվեցի, բայց գիտես, միշտ քո հավատքը հատուցում ունի, Աստված գալու է, կասես ամեն, Աստված չի ուշանալու, գիտես, Միսակ Սեդրակ Աբեդնագովը 3 հոգի էին, որ ասին ինչ ուզում ես արա, լսի մենք սենց ենք հավատում, վերջ։ Ես սենց եմ հավատում, գիտես ինչն է կարևոր, որ դու կենթանի հավատք ունենաս, ոնց ես հավատում, դա կարևոր չի։ Հիսուսի մոտ եկան տարբեր մարդիկ, մեկը մտքի մեջ ասել էր, մենակ կպնեմ, փեշին կբժշկվեմ։ Մեկն էլ եկել էր ասում էր, մի արի մեր տուն, մի հատ խոսք ասա հերիք է, Հիսուս ասեց զարմացա, սենց բան հավատք Իսրայելում էլ չկար։ Ու ինքը օտարազգի էր, հրյա չէր։ Գիտես դու մենակ կենթանի հավատք ունեցի Հիսուսից ծնված, ոնց ուզում ես հավատա։ Հիսուսը ոչ մեկին չասես, չէ, մի րոպե սխալ եք հավատում, այսպես մի հավատացեք, այսպես հավատացեք։ Հիսուսը մենակ ասում էր հավատ կա, հա, կենթանի հավատ, վեր, հավատում ես, որ կարամ անեմ, վերջ։ Ամեն։ Հավատում ենք, որ Հիսուսը կարա մեր իրավիճակները փոխի։ Հավատում ես, որ ամուսինդ կապաշխարի, երեխեդ կբժշկվի։ Հավատում ես, որ դու կլնես եկեղեցու սյուն։ Հավատում ես, որ Տերը քեզ կանչել է գործ անելու, չգիտեմ, բիզնեսմեն ելնելու, ծառայող ելնի, քարոզիչ ելնելու, ավետարանի չել։ Հավատում ես, քո հավատքի պես թողնի քեզ։ Հալելույա։ Փառք քեզ Տեր։ Ու Տերը հզոր է, որ եթե դու հավատք ունես, դու սկսում ես խոսալ, սա արդեն մեծ սկիզբ է, դու արդեն նրա ընթացքի մեջ ես, ու քո հավատքը անպայման հատուցվելու է։ Հալելույա։ Փառք քեզ Հիսուս, շնորհակալ ենք։ Մեկը կա Աստվածաշնչում, ես իրան շատ եմ սիրում, շատ տառապած մարդ է։ Հենց տառապում ենք, իր գիրքը բացում ենք ու բերաններս փակում ենք։ Իր անունը Հոբ է։ Ով գիտի Հոբի պատմությունը։ Լավ, ով չգիտի Հոբի պատմությունը, թող ձեր բարձրացնի։ Դու չգիտես։ Ով չգիտի։ 1 2 3 4 լավ, ուրեմն կպատմեմ։ Ժողովուրդ ջան, Հոբի պատմությունը սենց է։ Աստվածաշունչը ասում է Հոբը կատարյալ մարդ էր, աստվածավախ։ 10 երեխա ուներ ու շատ հարուստ էր։ Հալելույա։ Մեր Տերը հզոր է, փառք իրան։ Մի հատ ջուր խմեմ։ Փառք Հիսուսին։ Ժողովուրդ ջան, Հոբը վարքյանների մեջ ամեն բան կորցրեց։ Աստված թույլ տվեց, որ իր ամբողջ ունեցվածքը սատանան տանի։ Իր գառները, ոչխարները, եզները, հազարավոր ամեն ինչը, ու գիտես Հոբին եկան, երբ որ Աստված թույլ տվեց, որ տանի, վարքյաններ տևեց ընդամենը, ամեն տեղից մի հոգի էր ազատվե եկե, գառներից, եզներից, էշերից, եկան ասին սաղ, եկան, տարան, գողացան, վառվավ, կրակ թափավ, բնաջինջ եղավ ամեն բան, մեկն էլ եկավ ասես 10 երեխեքդ մի տան մեջ էին, այդ տունը փլվավ 10-ն էլ մեռան։ Մեր երեխեքի մատը փուշ մտի վատանում ենք, 10-ն էլ մեռան։ Եվ այս ամեն ինչից հետո արագ ասեմ, Հոբն էլ հիվանդացավ։ Լավ, այսօրվա խոսքով ասենք, քաղցկեղ էր։ Եվ Հոբը ճղեց շորերը, նստավ մոխրի մեջ ու սկսավ սուք անել ու ասես դատարկ եկել եմ, դատարկ էլ կեթամ Տիրոջ մոտ։ 3 փիլիսոփաներ եկան նրան մխիթ արելու իր անգերները։ Վերջը իրանց մասին չխոսամ, երկար է պատմությունը շատ, բայց գիտեք ինչն է ուժեղ էս պատմության մեջ, որ ինձ շատ է կպած։ Հոբի գիրքը շատ եմ կարդացել, ինչքան շատ եմ կարդում, այնքան բան չեմ հասկանում այդ գրքից։ Գիտեք ինչն էր ամենաուժեղը, որ Հոբը այս տառապանքի մեջ նստած իր խոսքի ինչն էր, ասում էր, այսենց մեռնեմ էլ հույսս դու ես։ Գիտես ժողովուրդ, ինչի մահից վախենալ։ Ամենատ հարցն է, մեկը մեռնելու ենք, ինչի վախենանք։ Մեկը մեռնելու ես, ես էլ դու էլ ինչի վախենաս։ Հոբը այտենց էր ասում էր, այսենց մեռնեմ էլ ես սուքի մեջ, հույսս դու ես։
Ու այս հավատքը, որ կա, այս կենթանի հավատքը, երբ որ դու քո տառապանքի մեջ խոսում ես դեպի Տերը, կարևոր է դու քո տառապանքի մեջ ինչ ես խոսում, հավատք թե անհավատություն։ Եթե դու ուզում ես հաղթողը լսես կյանքում, դու քո փորձությունների մեջ հավատք խոսա։ Բերանիդ դավանանքը չփոխես։ Հիշի ամենակարևորը վերջը էսա, ինչա դու զգալու ստեղից։ Երբ մեր Տերը խաչի վրա էր, սաղ աշխարհը մի բանի էր սպասում, ի՞նչ է խոսալու վերջի բառը։ Սատանայի թագավորությունը երկինքն էլ էր սպասում Տիրոջ վերջի խոսքը ինչ ալնելու։ Ու գիտեք Տերը վերջում ինչ ասեց. Հայր, ներիր բոլորին։ Եվ այդտեղ Սատանան կատարյալ ձևի խորտակվավ Հավիտյանս հավիտենից, որովհետև քրիստոնեությունը ճշմարիտ ներում է։ Քրիստոնեությունը մի բան է, որ ես ներում եմ ու մոռանում եմ, էլ չեմ հիշում։ Փառք Աստծուն, Հերմինե ջան, գաս նվագես, երևի սկսենք աղոթք անել։ Ինչ եմ ուզում ասեմ, ժողովուրդ, քույրեր, եղբայրներ ջան, մի վախեցեք, բայց հավատացեք։ Եթե ուզում ես կենթանի հավատք ունենաս, իրական հավատք, որ գործող հավատք լինի, մեկացի Հիսուսի հետ։ Հիսուսի հետ մեկ եղի։ Գիտես, Պողոս առաքյալը մի բան ասում, 2 Կորինթացիների 1:9 ասում է, բայց հենց մենք ինքներս էլ մեզ համար մահվան վճիռ ունեինք, որպեսզի մեր անձերի վրա հույս չդնենք, այլ Աստծո վրա, որ մեռելներին հարուցանում է։ Ինչ է ուզում ասի Պողոսը։ Պողոս ասում է, մենք այնց իրավիճակի մեջ ընկանք մարդկորեն, որ իրականում իմացանք սաղս մեռանք վերջ։ Մահվան վճիռ ունեինք մեր վրա։ Այնպես տառապանքի մեջ ընկանք, որ ասենք վերջ սաղս մեռանք ստե։ Եվ ասում է, հենց այդտեղ Տերը եկավ ու ազատեց։ Գիտես, ես քեզ ինչ օրինակներ եմ բերում Աստծո խոսքից, երբ որ ամեն բան վերջացած էր։ Եթե քո կյանքում կա ամեն բան իրավիճակ, որ վերջացած է, ես քեզ ուզում եմ ասեմ այսօր կանգ առ։ Սա նոր սկիզբ է Քրիստոսի համար։ Նա կարա նոր ձևի սկսի քո կյանքում։ Եթե դու համարում ես մեռավ, էլ չկա վերջ, գիտես Հիսուսին մեկը եկել էր ասել էր, արի էլի, երեխես մեռնելու մոտ է։ Հիսուսը ճամփին մի քիչ զազյեշկա է լավ, մի հատ հավատքով կիներ եկե կպներ իրան, ու եկան իր տնից ասին, աղջիկդ մեռավ, էլ վարդապետին մի հոգնեսնի։ Գիտես այդ անհավական քեզ թուլացնող մարդիկ ընեն շուտ են գալի, վռած, շատ շուտ գալիս են, հավատքով մարդիկ քիչ, դժվար։ Գիտես Տերը ինչ ասեց, հավատում ես, մենակ հավատա հերիքը։ Ու եկավ իր երեխուն հարություն տվեց։ Գիտես ուզում եմ քեզ այսօր երեկո ասեմ քեզ ինչա պետք, մենակ հավատա հերիքը ու պահի հավատքը։ Պահի մինչև վերջ։ Պահի, չթուլանաս, հիվանդանաս, տկարանաս, չգիտեմ, խնդիրներ լինի, կորուստներ լինի։ Գիտես ինչքան կորուստ ենք ունեցել մենք։ Գիտես Աստված ինչքան կորուստ է ունեցել։ Մի օր մի կորուստի մեջ մեկը ինձ մի բան ասեց, ուզում եմ քեզ այսօր փոխանցեմ, ես զարմացա։ Ինքս գիտես Աստված ինչքան կորուստ է տարել։ Աստված կատարյալ մարդ ստեղծեց Ադամ ու Եվա ու կորցրեց։ Սատանան տարավ, համոզեց գցեց մեղքի մեջ։ Աստված որդի ուներ ու խաչի վրա մահացավ, մի պահ կորցրեց։ Գիտես Հիսուսը ամեն բան արել էր հոր ասածով։ Ամեն բան արել էր, երբեք նա իր կամքը չէր արել։ Նա ասեց, ես անում եմ այն ինչ տենում եմ հորը անելուց։ Բայց եկավ մի ժամանակ, ամեն բան հոր կամքը կատարելու մեջ կատարյալ, եւ վերջում հայրը ասում է, շատ լավ ես արել, բայց հիմա էլ պիտի մեռնես խաչի վրա։ Եվ Աստված որդուն էլ կորցրեց, երկրաշարժ եղավ, խավար եղավ, վարագույրը պատառվավ, հերիքա սուտ առնահոսություններ ու մատաղներ անեք, հերիքա կեղծ զոհեր անեք, վсё, իմ հոգին դուս եկավ, արդեն կբնակվի ձեր մեջ, դուք կլնեք կենթանի իմ տաճարները։ Գիտես Աստված ինչքան կորուստ է ունեցել։ Եթե դու մեկն ես, որ կյանքիդ մեջ կորուստ ես ունեցել կամ այսօր ունես, ես քեզ ուզում եմ ասեմ, Աստված քեզ կմխիթարի։ Չգիտեմ ում համար եմ ասում, բայց պիտի ասեմ, ես երբ որ ապաշխարել եմ, ամենաառաջին մեծ հրաշքը, որ Աստված իմ համար արել է, այն հրաշքն էր, որ ես երբեք չէի հավատում այս երկրի վրա։ Ես երիտասարդ քույր եմ կորցրել, իմ հարազատ քույրը մահացել է, իմ կողքի, իմ ձեռների մեջ,
Ու ես անապաշխար մեր տնից մենակ մամաս էր հավատում Աստծուն, իմ համար աղոթում, իմ ապաշխարությունը իմ մամայի աղոթների պտուղն է, փառք Աստծուն իր համար։ Ու գիտես, ես երբեք չէի հավատում, որ կմխիթարվեմ քրոջս կարոտից։ Ես մտածում եմ, ասում եմ, դե մի օր կմեռնենք, այդ հանգնդե կտենանք կարոտ կառնենք, sense հավատ կար օդի մեջ խառնաշփոթ հավատք։ Բայց երբ որ ես ապաշխարել էի, կարճ ժամանակ հետո մի երեկո մի հատ քույր մոտեցավ ինձ, կինս կողքս էր, ու ասեց, գիտես, դու մի կարոտ ունես քո սրտի մեջ, ու Աստված հիմա լրացնելու է։ Ու ես իմացա քրոջս կարոտի մասին, գիտես, երբ Տերը գործ անում, քո սրտի մեջ էլ է խոսում։ Ու ես այդ քրոջը գրկած մի 10-15 րոպե ուժեղ լացեցի, ուժեղ։ Ու ես ամբողջությամբ ազատվա այդ կարոտից։ Այդ կարոտը մորթու սպանում էր ինձ, քրոջս կարոտը։ Ու ես լրիվ մխիթարված եմ, լրիվ։ Գիտեմ, որ Տիրոջ մոտ է։ Ես ուզում եմ քեզ ասեմ, որ լսի, Հիսուսը թագավոր է։ Կորուստ կա թագավոր է, ուրախություն կա թագավոր է, խնդիր կա լուծող է, հիվանդություն կա բժիշկ է, խճճված իրավիճակներ կա նա պարզաբանող է, պրոբլեմ կա նա ասում է ինձ նայի, խնդիր կա նա ասում է ես եմ քո բժիշկը, ինչ որ հարց կա չի լուծում նա ասում է ինձ նայի ես եմ լուծողը, քեզ ասել է գնա ուրեմն գնա նա քո հետ է, մի վախեցի, գիտես նա աշակերտներին ինչ ասեց, անցեք ափի մյուս կողմը, մինչև ես կգամ։ Ու գիշերվա կեսին փոթորիկ է, ջուրը հելել է լցվում է նավակի մեջ, գոռում են, աղաղակում են, քնել ես, հելի խեղդվանք։ Հելավ, ասում է հանդարտեցրեց ծովն ու փոթորիկը եւ ասեց խեք ես քան թերահավատ։ Գիտես Տերը մեզ մի բան ասում է գնա կլնի։ Ու մենք կեսից Տեր փոթորիկա Տեր, չգիտեմ Տեր, վառվում եմ Տեր, ջարդվում եմ, ընկնում եմ, կոտորվում եմ։ Տեր ասում է չեմ ասե գնա։ Ուրա հավատքդ։ Գիտես մեր հավատքը այնքան պակաս է։ Անկեղծ երբ Տերը մեկ իրապես այցելություն անում, ես ասում Տեր ես զրո եմ հավատքից, հավատք չկա։ Այն որ դու ես ուզում մեր մեջ տենաս, չկա։ Դրա համար գիտեք ինչ էր ասում էր արդյոք որ գամ երկրի վրա հավատ կգտնեմ։ Հավատ կա իրական մեր մեջ։ Մենք հավատում ենք, որ նա իսկականից թագավոր է իմ կյանքում, իմ պրոբլեմներն ու խնդիրները լուծելու։ Որ նա քո կյանքը կարա վերանորոգի ու քեզ ոտի հանի։ Որ նա կարա բժշկի քեզ, որ նա կարա ու կարա նա կարա, հալելույա։ Նա կարա, երեք չէ մյուս օրը մենք վերակենդանացման բաժնում մեր եղբոր համար աղոթք ենք անում, բժիշկներն ասում են ոնց ասում էլի 15-20 հատ շլանգ էր միացրած։ Եվ երեք վկայեց քույրը, որ իր կնոջ հետ է ետեղ, երեք վկայեց, ասում մեր գնալուց հետո ամեն բան փոխվել է։ Ստամոքսի խոցը անցել է, ճնշումը կարգավորվել է, թոքերից մի հատ բան պիտի ստուգեն ու ասում են դուրս արի վերակենդանացման բաժան։ Լսի, նա ամեն բան կարա։ Հավատ կա, եկեք ոտքի կանգնենք։